հաստատված խաղաղությունը ունի ամենօրյա խնամքի կարիք։ Եվ իհարկե հետագա ինստիտուցիոնալիզացիայի կարիք, որը արդեն աշխատանքային եւ քաղաքական օրակարգ է, եւ որի վերաբերյալ այդ աշխատանքները տեղի են ունենում եւ շարունակվում են։ Հարգելի ներկաներ, ես թերևս խոսեցի շատ բաների մասին, որ ոչ մի փաստաթղթում գրված չի կամ բխում է փաստաթղթերից, բայց չի խոսվում դրա մասին։ Եվ ես կարևոր եմ համարում եւ ուրախ եմ այս հարթակի հնարավորության համար, որտեղ կա հնարավորություն նման բաների մասին խոսելու, որովհետեւ բոլոր այն փաստաթղթերը, որ ընկած են այս խոսակցության հիմքում, հրապարակված են եւ իհարկե դեռ կշարունակվեն քննարկվել, բայց ես կարծում եմ, որ խաղաղության խնամքի տեսակետից շատ կարևոր է, որ ինչպես ընդունված է ասել, մենք այս զուգահեռ խոսակցությունը ունենանք, որովհետև այս զուգահեռ խոսակցությունն է խաղաղության նկատմամբ խնամք տանելու գործիքը, որովհետև հակառակ դեպքում մենք օրը մի քանի անգամ ասելու ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված եւ ամիսը մի քանի անգամ հարցի առաջ են կանգնելու, ինչքանով է ճշգրիտ եւ օբյեկտիվ այս գնահատականը։ Այս գնահատականը օբյեկտիվ եւ ճշգրիտ է։ Եվ ես համոզված եմ, որ մենք մեր ճանապարհը կշարունակենք խաղաղության ամրապնդման, ինստիտուցիոնալիզացման եւ շատ ամբիցիոզ կհնչի, բայց եւ հարատև դարձնելու օրակարգով, որովհետեւ ըստ էության նախագծային մակարդակում այդ ամեն ինչը պլանավորված է։ Ես նոր բան ասացի, խաղաղությունը հարատև դարձնելու մասին խոսեցի, բայց այսօր մեկ ուրիշ նոր հանգամանքի մասին ավելի մանրամասն խոսեցի, այդ ռազմավարական գործարքն է։ Ռազմավարական գործարքը, այո, խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կդարձնի հարատև եւ ընդ որում կայունությունն ու խաղաղությունը ունեցավ 2 տարի առաջ, 3 տարի առաջ, 4 տարի առաջ, եւ սա շատ կարեւոր հարց է։ Ես անկեղծ ասացի, որ կարող եմ խոսել իմ տպավորությունների մասին, ընդ որում տպավորությունների, որովհետեւ այս հարցին վերլուծական քննական մակարդակում անդրադառնալու առիթ չի եղել, իսկ իմ տպավորությունը հետեւյալն է, որ այնուամենայնիվ մենք պատմությանը, այդ թվում նախորդ դարի պատմությունը դիտարկելով կարձանագրենք հետևյալը, որ Հայաստանը եւ Ադրբեջանը, ընդ որում երկու դեպքում էլ նույնը Վրաստանը առաջին անգամ ունեցան հանրապետություններ, այսինքն անկախություն հռչակեցին եւ անկախ պետություն հռչակվեցին, ընդամենը օրերի ընթացքում 2018 թվականի մայիսի ներողություն Մինչև այդ պատմության զուգահեռներն էլ է շատ կարևոր, որովհետև 1918-ից 25 թվականը եւ 2018-ից 25 թվականը շատ 18 թվականին օրինակ շատ մեծ էր հավանականությունը, որ մենք կգնանք պատմության վերարտադրության ճանապարհով, ուղղակի մեխանիկական վերարտադրության ճանապարհով, եւ այստեղ է նրբությունը, որ մի X պահի, X ձևով, երբեմն ինտուիտիվ, երբեմն չպլանավորված, ստացվեց, որ մենք պատմությունը ուղղակի վերարտադրելու փոխարեն նոր պատմություն ստեղծեցինք եւ նոր պատմություն ենք ստեղծում։ Բայց վերադառնալով 1918 թվականին
երեք հարավկովկասյան երկրները ընդամենը օրերի ընթացքում մայիսի վերջին 10-օրյակում օրերի ընթացքում ստացան անկախություն։ 20 թվականին ամիսների ընթացքում կորցրին անկախությունը։ Ինչ կապ ունի սա 2025 թվականի իրադարձությունների հետ։ Իսկ կապը էլի եմ ասում, սա ինտուիտիվ գուցե, դեռ պետք է քննել։ Իսկ կապը նրանում է, որ երբեմն անսպասելի իրադարձությունները եւ դիտանկյունները մի հարց են դնում սեղանին։ Իսկ գուցե կամ հնարավոր է, որ հարավկովկասյան երկրների անկախությունների եւ անկախության կորուստների միջև ինչ-որ ներքին տրամաբանական կապ կա։ Եթե սրան գումարենք, որ 1991 թվականին երեք երկրները իհարկե մի քիչ ավելի լայն համատեքստում էլի ըստ էության միաժամանակ ստացան անկախություն։ Բայց եթե խորհրդային տրամաբանության մեջ ենք նայում, մենք կարող ենք հարավկովկասյան երեք երկրների պատմությունը անկախության 90-ականների զուգահեռել նախկին խորհրդային ուրիշ երեք հանրապետությունների պատմության հետ։ Եվ խոսքը Մերձբալթյան հանրապետությունների պատմության մասին է։ Ովքեր անկախությունից հետո կամ անկախության շրջանում առաջին բանը, որ ասացին, կամ կարողացան պայմանավորվել հետևյալն է։ Եկեք չկենտրոնանանք պատմական հայրենիքի տրամաբանության եւ բանաձևի վրա, որովհետեւ մենք իրենք կկորցնենք մեր անկախությունը։ Եվ նրանք այս հիմքի վրա պայմանավորվեցին, հետո տարիներ, տասնամյակներ անց պարզվեց, որ դա չէ ամենակարևորը եւ ամենագլխավորը։ Եվ հիմա Մերձբալթյան երկրները ունեն բոլորովին ուրիշ հարաբերություններ, ունեն բոլորովին ուրիշ պատմություն, ունեն բոլորովին ուրիշ միջավայր։ Իհարկե մարտահրավերներ ունեն։ Խոսքը դրա մասին չէ։ Հարավային Կովկասում դա տեղի չունեցավ։ Էլի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով։ Բայց մենք հիմա կարող ենք դա անել արձանագրելով, որ մենք կարող ենք կենտրոնանալ մեր պետությունների, մեր պետականությունների, մեր անկախությունների, մեր ինքնիշխանությունների ամրապնդման վրա։ Ելնելով են կանխավարկածից, որ դրանք պատմականորեն ունեն ինչ-որ ներքին փոխկապակցվածություններ, որոնք գուցե թե այդ պատմաբանները, որ զբաղվելու լինեն, կարծում եմ շատ լավ թեմա է, որ զբաղվեն։ Իսկ ինչ ներքին փոխկապակցվածություններ կան։ Եվ իմ պատասխանը էլի ինտուիտիվ, որովհետև այդ պահին հարցը հնչեց եւ հարցին պետք էր պատասխանել, ինտուիտիվ դա էր, հիմա հնարավոր դարձավ, որովհետև 2024 եւ 2025 թվականին գուցե թե մեր անկախություններին սպառնացող ընդհանուր վտանգները գուցե թե ավելի տեսանելի կամ ոչ թե ավելի, կամ գուցե թե վերջին տարիների համար առաջին անգամ տեսանելի դարձան։ Եվ կարող է պարզվի, որ սա ամենևին էլ երկրորդական գործոն չէր, որը ստեղծեց հնարավորություն, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատվի խաղաղություն։ Իհարկե, այս գործում, Վաշինգտոնյան համաձայնությունների գործում, մեծ եւ անգնահատելի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Տրամպի դերը, նրա անձնական մասնակցությունը եւ նրա անձնական ներգրավվածությունը, բայց այնուամենայնիվ ուզում եմ ընդգծել, որ նախորդող շրջանում մենք երկու շատ կարևոր ձեռքբերում ենք արձանագրել։ Առաջինը սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգը եւ երկրորդը այն, որ մենք 2025 թվականի մարտին հասանք այն կետին, երբ հայտարարեցինք, որ խաղաղության համաձայնագրի
նախագծի շուրջ բանակցությունները ավարտված են խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցմամբ։ Եվ հետևաբար ամփոփելով խոսքս ուզում եմ արձանագրել, որ սա օրգանիկ խաղաղություն է, որը ստեղծվել է, ձևավորվել է տարածաշրջանում, սա ներմուծված խաղաղություն չէ, սա մեր տարածաշրջանում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև համատեղ աշխատանքի արդյունք է եւ այդ արդյունքը պետք է ամենօրյա խնամքի ենթարկվի եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ կառավարող մեծամասնությունը նվիրված են այս օրակարգին եւ մենք շարունակելու ենք առաջ ընթանալ այդ ռազմավարությամբ։ Շնորհակալ եմ եւ պատրաստ եմ